Խաղաղության պայմանագրի համաձայնեցումից 10 օր անց պաշտոնական Երևանը հայտարարում է, Բաքուն չի արձագանքել բանակցված փաստաթուղթը ստորագրելու հայկական կողմի պատրաստակամությանը։ Փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը սակայն ստեղծված իրավիճակը փակուղային չորակեց։ Ցավոք անցյալից էլ պետք է ասեմ, միշտ որ ունեցել ենք մի քայլ առաջ, միշտ այն կողմից եղել է բարդություններ, պրովոկացիաներ, երբեմն դիտվում էր երկու քայլ հետ եւ այլն։ Հայտարարեցինք, որ պատրաստ ենք այժմ քննարկել ստորագրման շուրջ կապված բոլոր գործընթացները։ Այդ հայտարարությանը դեռևս չկար արձագանք, սակայն հայտարարությունները նոր են արվել, գիտեք, որ անմիջապես բարդ էր պատկերացնել ակտիվ գործողություններ, շարունակում ենք խաղաղության օրակարգը, շարունակում ենք աշխատել մեր գործընկերների հետ միջազգային ասպարեզում այդ ուղղությամբ։ Ավելի քան 2 տարի բանակցված փաստաթուղթը կողմերը համաձայնեցրին, երբ Երևանը որոշեց ընդունել 2 չհամաձայնեցված կետերի վերաբերյալ Բաքվի առաջարկները։ Դրանցից մեկը հայ-ադրբեջանական սահմանին երրորդ երկրի ուժեր չտեղակայելու մասինն է, մյուսը միջազգային ատյաններից հայցերը հետ կանչելու։ Մինչ Հայաստանից ամենաբարձր մակարդակով գրեթե ամենօրյա ռեժիմով խոսում են փաստաթուղթը ստորագրելու պատրաստակամությունից, Բաքուն նախքան այդ պարտադիր է համարում Հայաստանի սահմանադրության փոփոխությունն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը։ Վերջին 10 օրերին Երևանին նաև մեղադրում էր հրադադարի ռեժիմը խախտելու համար։ Ադրբեջանի հետ խաղաղության փաստաթղթի ստորագրմանը պատրաստ Երևանում պաշտոնյաները ընդունում են, Բաքվի գործելավոճը չի փոխվում։ Հիմա իհարկե ունենք շատ կարևոր գործիք, դա դիտորդներն են, որոնք արձագանքեցինք, տեսակ թե այս դեպքում թե նախկինում, եւ միջազգային հանրությունը լավ գիտակցում է, որ նման կեղծ հայտարարությունները չեն նպաստում որևէ դերական գործընթացին։ Եվրամիության դիտորդական առաքելության մանդատը հունվարի վերջին երկարաձգվեց եւս 2 տարով։ Առաքելության տեղակայումից ի վեր Ադրբեջանը մշտապես դժգոհել է նրանց ներկայությունից։ Հարցը դարձրել նաև բանակցությունների առարկա, պահանջելով հեռացնել դիտորդներին։ Վարչապետ Փաշինյանը որպես փոխզիջումային լուծում առաջարկում էր նրանց հանել նախ սահմանազատված հատվածներից։ Բաքուն չհամաձայնեց։ Եթե խաղաղության պայմանագիրը ստորագրվի, հայ-ադրբեջանական սահմանին դիտորդներ չեն լինի։ Պարույր Հովհաննիսյանն այսօր նշեց, այդ դեպքում Եվրամիության հետ կքննարկեն դիտորդների նոր մանդատի հարցը։ Պարտադիր չէ միայն սահմանափակվել սահմանագծով, այնտեղ մանդատում կա նաև այդ վստահության միջոցառումների ստեղծումը, այնտեղ անելիքներ եւ Երևանի եւ Բաքվի եւ նաև տարբեր շրջաններում կայունության նպաստմանը, կարծում եմ անգամ ապագայում դրական սցենարի դեպքում կկարողանան գտնել ճիշտ մոդել, որպեսզի եվրոպացի դիտորդների հետ շարունակենք։ Համաձայնեցված փաստաթուղթը մինչ այժմ հրապարակված չէ։ Իշխանականների փոխանցմամբ տեքստում նշված է, թե կողմերը համաձայնել են իրենց ընդհանուր սահմանին երրորդ երկրի ուժեր չտեղակայել։ Հայկական կողմը վստահություն ունի, որ Բաքուն չի պահանջի նրանց Հայաստանից առհասարակ հեռացնել։ Արտգործնախարարության պաշտոնյան նման սցենարը ըստ էության չբացառեց։ Գիտեք, այժմ ոչ մի բանի մեջ երևի ասես լիարժեք վստահություն չեն կարող ունենանք, բայց եթե մենք խոսում ենք երրորդ կողմի ուժերի մասին, արդյոք եվրոպական դիտորդները հանդիսանում են ուժ։ Սա դիտորդական առաքելություն է։ Այսինքն տրամադրությունը հուշում է, որ չպետք է լինեն նման պահանջներ, բայց իհարկե վստահ լինելու մասին շատ բարդ է ասել։ Ինչ վերաբերում է Բաքվի նախապայմաններին, ապա այդ հարցում էլ Երևանից լուծումներ առաջարկում են։ Օրինակ, երկու երկրները իրենց սահմանադրություններն ուղարկեն Վենետիկի հանձնաժողով փորձաքննության, որ պարզեն միմյանց նկատմամբ տարածքային պահանջների հարցը։ Երևանը նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանն է պատրաստ։ Իսկ դա կանեն մինչ պայմանագրի ստորագրումը, փոխնախարարն այսօր ասաց, մեջբերեմ, Երևանը պատրաստ է քննարկել ցանկացած առաջարկ։